Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից կատարված հափշտակությունների շղթա։ Պարզվել է, որ դեռևս 2021 թվականի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպված խմբի անդամները համակարգչային հափշտակության միջոցով ավելի քան 41 դրվագով ապօրինի կերպով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի շուրջ 12 միլիոն 150 հազար դրամի հասնող գումար, այլ անձանց պատկանող բանկային և էլեկտրոնային հաշիվներից։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմաձայնաբար և օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում 2021 և 2022 թվականների ընթացքում մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ կատարել են համակարգչային հափշտակություն։ Մասնավորապես սույն-քրեական վարույթով առանձնացված 3 անձինք 2021 թվականի հուլիս ամսից մինչև օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում նախնական համաձայնությամբ և միմյանց փող լրացնելով կատարել են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ, իսկ նրանցից 24-ամյա երիտասարդը կատարել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություն։ Նշված անձանց նկատմամբ որոշում է կայացվել հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ խափանամիջոց է ընտրվել կալանքը 2 ամիս ժամկետով։ 2022 թվականի փետրվարի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում 24-ամյա երիտասարդը հաջողել էր կատարել ևս 21 դրվագով համակարգչային հափշտակություն, հափշտակելով 1 միլիոն 960 հազար դրամ։ Վերջիններիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, քանի որ համապատասխան ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նրանցից 24-ամյա երիտասարդը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս է եկել։ 2025 թվականի օգոստոս ամսին Ռուսաստանի իրավապահ մարմինների և Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների փոխհամագործակցության արդյունքում 24-ամյա երիտասարդը Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալվել է նշված արարքը կատարելու համար և արտահանձնվել Հայաստանի Հանրապետությանը։ Վերջինս 2025 թվականի օգոստոսի 14-ին ներկայացվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան վերջինիս նկատմամբ ընտրված խափանամիջոց կալանքը վերահաստատելու նպատակով։ Այնուհետև սույն քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար տվյալների համակցությամբ 2025 թվականի սեպտեմբերի 11-ին սույն քրեական վարույթից 24-ամյա երիտասարդի մասը անջատվել է և այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է սույն վարույթով հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և իրավասու դատարան հանձնելու նպատակով։ Այս դեպքը կրկին անգամ հուշում է թվային աշխարհում որքան էլ խոցելի կարող է լինել յուրաքանչյուրը, այնուամենայնիվ հանցավոր ցանկացած արարք վաղ թե ուշ հանգեցնում է քրեական պատասխանատվության։ Դե իսկ միացված լուռ մոնիտորների ետևում հանցագործների շարժը կանխարգելելու միակ ուղին արդար դատաքննությունն ու զգոնությունն է։